16-19 որոշումները դատարանը արձանագրում է հետևյալը, որ Արտուր Լավրենտի Սարգսյանը 2026 թվականի հուլիսի 21-ին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորի կարգավիճակ եւ Արտուր Սարգսյանը դատարանը նաեւ արձանագրում է, որ պատգամավոր է եղել նախորդ 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր է եղել, որը գործում է, այսինքն անընդհատության սկզբունքով գործում է մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը, այսինքն անընդհատությունը չի խախտվել։ 2025 թվականին գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա ազգային ժողովը զրկել է Սարգսյանին, Արտուր Լավրենտի Սարգսյանին պատգամավորի անձեռնափոխությունից եւ Սահմանադրության 90 հոդվածի առաջին մասի համաձայն ազգային ժողովը, ինչպես որ գիտեք, ընտրվում է 5 տարի ժամկետով, երկրորդ մասը սահմանում է, որ հերթական ընտրությունների դեպքում նորընտիր ազգային ժողովի լիազորությունները սկսվում են նախորդ գումարման ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը, հրավիրված նիստերի ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմամբ։ Դատարանը ուրեմն նաև արձանագրում է, որ 90 հոդվածի երկրորդ մասը գործում է ազգային ժողովի որոշակի սկզբունքով, նորընտիր ազգային ժողովը սկսում է իր գործունեությունը, ունի լիազորությունների դադարեցման օր, որը տվյալ դեպքում Արտուր Սարգսյանը ըստ էության դադարելու ունենալ չի կարող, ազգային ժողովի կարգավիճակն ունեցել է եւ ունի մինչեւ 8-րդ գումարման ազգային ժողովի մասին է, մինչեւ 2026 թվականի օգոստոսի 2-ը, հետևաբար Սահմանադրական օրենքի եւ կարգավիճակների համաձայն Արտուր Սարգսյանի հանրային քրեական հետապնդումը իրականացնելու նրա նկատմամբ ազատության հետ կապված խափանմիջոց կրելու անձեռնափոխությունը նախկինում հաղթահարված է եւ կրկին դրա անհրաժեշտությունը, ոչ թե անհրաժեշտությունը, այլ կրկին հաղթահարելու այդպիսի անհրաժեշտություն արկա չէ եւ այն հիմքով, որ պաշտպան Վարդևանյան դուք նշում եք, որ հուլիսի 21-ին ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ եւ այդ հիմքով պետք է խափան միջոցը իր արվաստանային կալանքը վերածվի, դատարանի կողմից ընդունելի չէ, դատարանը նաեւ մեջբերում չկատարեմ, նաեւ ինքներդ ձեր ձեռքի տակ կունենաք 2024 թվականի մայիսի 14-ի ազգային Հայաստանի Հանրապետության վճարաբեկ դատարանի կողմից նախորդիվ հիշատակված ՍԴ 0066-0121 որոշումը նախադեպային, որ կայացել էր կոնկրետ Մխիթար Սերյանի Զաքարյանի մասով, դա նույնական չէ եւ վերաբերելի չի սույն դեպքին, քանի որ տվյալ անձը նախկինում պատգամավոր չի եղել, ի տարբերություն Արտուր Սարգսյանի, որը այս պայդրությամբ համարվում է պատգամավոր, նաև 9-րդ նստաշրջանի պատգամավոր է արդեն հուլիսի 21-ի դրությամբ եւ նաև դատարանի կողմից մեջբերված ՍԴՕ 16-19-21 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումն էլ չէր վերաբերում նման նույնական հանգամանքներ չեն, այնտեղ վերաբերում են այն անձին, որը որ նոր պատգամավորի կարգավիճակ էր ստանձնում։ Այսինքն Արտուր Սարգսյանը այսօրվա դրությամբ դեռևս 8-րդ ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանից համարվում է եւ շարունակում է իր լիազորությունները, 1 վայրկյան, դեռություն ես ձեզ չեմ ընդհատել։ Պատգամավոր է, պատգամավորն ընդամենը զրկվել էր, չէ՞, իր այդ որոշակի իրավունքներից եւ դատարանի կողմից անընդունելի է, այսինքն դատարանը հիմնավոր չի համարում ձեր այդ պատճառաբանությունը, որ սույն հիմքով, այսինքն
26 թվականի հուլիսի 21-ի դրությամբ, այսինքն պատգամավոր դառնալու հիմքով վերջինս ենթակա է տնային կալանքից ազատման։ Այս հիմքը դուք կարող եք հետագայում բնականաբար, քանի որ օգոստոսի 8-ին է լրանում Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը, ես ձեզ չեմ ընդհատել, ես չեմ ավարտել ես։ Ես չեմ ընդհատել, շարունակում եմ դեռ։ Կավարտեմ, բնականաբար արտահայտվելու իրավունք ունենաք։ Արթուր Սարգսյանը, նորից եմ կրկնում, այն հիմքով, որ դուք նշել եք, ձեր միջնորդությունը ենթակա մերժման, դուք այդ որոշումը, միջնորդությունը կարող եք նմանատիպ կամ այլ տիպի միջնորդություն այդ նույն հիմքով, հիմքը նշելով, մեջ բերելով կարող եք անել, երբ որ Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգելու, փոփոխելու կամ խափան միջոցը ընդհանրապես վերացնելու այդ հարցը քննարկվի, ես նորից եմ կրկնում, այն օգոստոսի 8-ին է ավարտվում, դատարանի պատճառաբանությունները այս կամ այն մանրակրկիտ դուք որոշմանը կծանոթանաք դատարանակ ուղարկի ձեզ, որոշումն էլ դուք կարող եք ստանալու պայս 10-օրյա ժամկետում բողոքարկել վերաքննիչ քրեական դատարանում, պատասխանելով ձեր հարցին, այդմ է, որ Արթուր Սարգսյանին տարբեր խնդիրների հետ կապված եւ առողջական եւ այլ խնդիրների հետ կապված դատարանը թույլատրել էր, որպեսզի հստակ ժամկետով խափան միջոց տնային կալանքի պայմանները չփոփոխվեն ժամանակով։ Նույնը վերաբերվում է նաև օգոստոսի 2-ի ազգային ժողովի։ Արթուր Սարգսյանը բնականաբար ձեր միջնորդության դեպքում կամ եւ դատարանի թույլտվությամբ կմասնակցի այդ ազգային ժողովին, բնականաբար ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակցի ուղեկցությամբ։ Սա ի պատասխան լրություն դալիճում։ Սա ձեր հարցի պատասխանն է, որոշումը դատարանը հրապարակեց եւ ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել վարդի մասնակիցների այն հանգամանքի վրա, որ խոսքը վերաբերվում էր այն անձին, որ նոր պատգամավորի կարգավիճակ է ստանալ, նորից եմ կրկնում Արթուր Սարգսյանը ունի պատգամավորի կարգավիճակ եւ շարունակաբար, այո, օգոստոսի 2-ից էլ ընթանում է նրա պատգամավորի կարգավիճակը, այդպես ասենք արդեն 9-րդ Մասում ես թող սա արձանագրվի բոլոր դեպքերում, ես ցավով եմ սա ասում, ես վստահ եմ այս ձեր որոշումը ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին։ Սրանում համոզված եմ, անկեղծ եմ ասում, սա ցավով եմ ասում, որովհետև ես չէի ուզենա, որ այդ որոշում կայացնողը դուք լինեիք, որի պատճառը հետևանքային կապը լիազորությունների դադարեցումն է։ Դուք մի բան հաշվի առեք, օգոստոսի 1-ին իրան վերջնահաշվարկ են տալու։ Հասկանում եք, որ անընդհատություն չի կարող գոյություն ունենա ազգային ժողովի պատգամավորների դեպքում, չի կարող բնության մեջ դա լինի, իծն է ի բնե չի կարող։ Դուք փաստացի հենց այսօր արձանագրեցիք, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերել Արթուր Սարգսյանը 9-րդ գումարման ազգային ժողովի, դուք արձանագրեցիք սահմանադրական դատարանի որոշման պահանջը, բայց դուք դրա իրավական հետևանքը չապահովեցիք։ Այն որ միակ խնդրանք էլի, եթե հնարավոր է։ Ուղղակի նեցած ստացվում իմ որպես փաստաբան գործունեությանս ժամկետն էլ ավարտին մոտենում։ Խնդրում եմ հնարավորության դեպքում որոշումը, որը քրեական դատավարության օրենսգրքով պարտավոր է տալ անհապաղ, կտական հապաղ, եթե առաջ ասված ունենանք հնարավորություն վերաքննիչի որոշումը շուտ լինի, որը ունենալու է, բայց վստահաբար դատավորի նաև կարգապահական պատասխանատվության հիմքը, իդեպ անկախ վերաքննիչի որոշումից էլ միանշանակ ձեր դեմ հաղորդում պետք է ներկայացվի։ Թե արդյոք այս ամենը ձեր որոշումը այս ձևով, այս տրամաբանությամբ կամ տրամաբանությունից շեղված պայմանավորված է
նրանով, որ ձեր նկատմամբ նաև կարգապահական պատասխանատվության միջոց է կիրառվել ըստ զանգվածային լրատվության միջոցների, ես չգիտեմ, բայց այդտեղ շատ մեծ ողջամիտ կապ եմ տեսնում։ Այսքանը ես անկեղծորեն եմ ասում, թող սա չլինի մեր դատական իշխանությանը ընկալելու մոտեցումը։ Այն ինչ դուք այսօր արեցիք, դուք մի հատ էլ պատկերացնում եք, որ պրոբացիայի ու ոստիկանության ուղեկցմամբ ազգային ժողովի պատգամավորը գնա նիստի, դուք դա եք պատկերացնում լուծումը, ունենալով հնարավորությունը, որ դուք տնային կալանքը կարայիք վերացնեիք այսօր, կարայիք ասեիք տնային կալանքը վերացնեմ օգոստոսի 2-ից, բայց դուք բերեցիք իրավական շրջանառության մեջ պատգամավորի կարգավիճակի անընդհատություն, տենց բան գոյություն չունի, բայց դուք դա բերեցիք քավլից։ Պարոն Վարդևանյան, դուք ուշադիր չեք, դատարանը դրա համար իհարկե սխալ չընդունեք իմ արտահայտածը, դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է։ Երկրորդը, մեկ վարքյան, այո, ձայնագրությունը լսեք, դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է, երկրորդն, մեկ վարքյան, բնականաբար, ես ասեցի, հաջորդիվ դատական նիստի կամ նիստերի, խափամիջոցի հարցն է քննարկվելու, դուք այստեղ հիշատակում եք օգոստոսի 1, 2 կամ հաջորդ օրեր, ձեր այս միջնորդությունը ես իրավունք չունեմ ձեզ ուղղորդելու, չեմ էլ կարա այդպիսի բան թույլ տամ ինձ, բայց այս նմանատիպ միջնորդություն, երբ որ խափամիջոցը կիրառվում, խափամիջոցի ժամկետի հարցն է քննարկվում, այդ ժամանակ կարող եք, սավարտեմ հա, այդ ժամանակ կարող եք ներկայացնել, իսկ այն ինչ որ վերաբերում է ձեր մտավախությանը, որ կարգապահական վարը, դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է, դուք զրկված չեք դրանից, ես իմ որոշումը կայացրեցի, հարգելի Աստղան Վարդևանյան, եթե դուք համաձայն չեք լինի, դուք կարող եք բողոքարկել նաև մեղադրյալը, բնականաբար։ Ես նորից եմ կրկնում, եթե նման անհրաժեշտություն կլինի, կդիմի դատարանը կքննարկի այդ հարցը։ Կդիմի դատարանը կքննարկի այդ հարցը։ Դատավորության մասնակիցներ ժամը ինչի է կապված։ Հիվանդանոցի հետ գնալու։ Հիվանդանոցի պատվաժան դատարանը։ Իվիջան։ Տեսեք, նախորդի հաստատություն ենք ներկայացրել դատարանը։ Որոշման հետ կապված ինչ։ Խնդրեմ արեք հայտարարությունը ձեր։ Ուրեմն ես ճիշտ ասած ուշադիր փորձում էի լսել ձեր այդ կծկտուր բացատրությունները կապված որոշման հետ կապված, իմ համար անհասկանալի, ես վերջում մի բան հասկացա, մոտ համոզմունք ձևավորվեց, որ դուք ինքներդ չեք հավատում ձեր որոշման մեջ արտահայտած սանկցիա կիրառելու ձեր դե հիմա լսեցիք դատարանն էլ ձեզ նստեք ես հիմա թույլ չեմ տալի խոսեք Պարոն Սարգսյան ցանկանում եք արտահայտվել խնդրեմ Ինչպես այս մի տարվա բոլոր որոշումները, այս որոշումները իմ համար անակնկալ չէր, հարգարժան դատարան, բայց մի հատ հետաքրքիր բան կա։ Դուք արդեն ամսի 30-ին խափման միջոցի իմ հետ կապված նիստ կա, հələ 30-ին պիտի որոշենք, էլի, հիմա կողքից բոլորը անաչար դիտորդի նույնը, դուք ասում եք օգոստոսի 2-ին, արդեն որոշումը կայացրել եք 30-ին, ձեր բարերն եմ ասում, օգոստոսի 2-ին կարա Սարգսյան Արտուրը պրոբացիայի ոստիկաններ գնա ազգային ժողով, դուք արդեն, որ դուս եկեք այդ միջոց, ասել 30-ի որոշումն եք, հրամանել եք ստացել, միանգամից հրապարական, օգոստոսի 2-ին ոստիկաններից կգնա։ Դե շատ հետաքրքիր հարց ասացես 6 ամիս է, ինչ եք ոստիկանները ինձ ուղեկցում գնամ նիստի։ Եկեք այսպես անենք։ Դե ոնց անենք վերացած գջիտեմ եք դե 30-ին նիստուն եք դուք արդեն որոշում եք։ 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 30-ին նիստուն եք դուք արդեն որոշում
Ասա